Ժողովուրդ ոնց նշել էի, այսօր տենց ավելի թեթևի մեջ, ավելի տենց հավեսոտ ֆենոմեններ ենք նայելու, չափողականության աճի հետ միասին տեղի ունեցող, ու բան, տենց համատաբար լավ կարճ դաս է լինելու, ինձ թվում է նույնիսկ կարող է կես ժամից կարճ լինի։ Մի քանի հատ հատկություն նայենք, իրանց հետևանքները ML-ի գաղափարների վրա նայենք, ու պրինցիպի պրծ։ Ու եթե ինչ-որ հարցեր ունեք, դրանք նայենք։ Ու հա, հիմնականում, եթե ուզում եք ավելի խորը կամ ավելի մի քիչ մանրուքներով նայեք, այս սաղ վերցրած է LMU համասարանի, այս մի խոսքով այս հողումով է վերցրած նյութերը մեծամասամբ, կարող անցնեք ավելի մանրամասն նայեք, այնտեղ անգլերեն վիդեոներ է, սլայդերը հենց ուղիղ մեկը մեկից սրած է հաճախ։ Մեծ է։ Այսօր նայելու ենք ոնց է տենց խայտառակ ձևի մեր ինտուիցիան մեզ թուռը տալիս, երբ որ տվյալների չափողականությունը գնալով աճում է, տեսնելու ենք ինչ հատկություններ ունի բարձրաչափ տվյալները, այդ ինչ ազդեցություն է տալիս ալգորիթմների վրա, որոնք որ հիմնվում են հեռավորության գաղափարի վրա։ Մի քիչ խոսալու ենք, թե ինչ կարող անենք տենց բաները ուղղելու համար, ու ըստ ոնց խոստացել էինք, քննարկելու ենք ինչ կլինի, եթե բարձրաչափ ապելսինի կեղևը բան անենք, կլպենք թողենք, կամ մանդարինի։ Հա, ու ընդհանուր այս ֆենոմենը որ ասում են, հենց տերմինը cursive dimensionality-ն է, չափողականության անեծք, ու սա լիքը տեղեր կհանդիպեք ու լիքը ժամանակ պետքա մտքում պահեք։ Ինքը տենց տարբեր ֆենոմենների համախումբին է վերաբերվում, որոնք որ ցածրաչափ տարածությունում չենք տեսնի, հենց գնում ենք բարձրաչափ, մեկը տանում ենք հոպ, տեղի ունեցավ։ Ու որպես մի հատ թեթև օրինակ, սկսենք նրանից, թե ընդհանրապես եթե ուզում ենք սեգմենտներ ունենանք տվյալների, ինչքան շատ տվյալներ ամես պետք, այ շատ խոսանք նրա մասին, թե ոնց է բարձրաչափ տարածությունում տվյալները իրականում տենց մի հատ շատ մեծ անապատ։ Սենց նայում ես աջ կիլոմետրերով դատարկությունը, նայում ես ձախ կիլոմետրերով դատարկությունը։ Որպես օրինակ պատկերացնենք, որ ունենք ինչ որ 20 հատ բան, email, 10 հատը spam է, 10 հատը չէ։ Հիմա ուզում ենք գուշակենք թազա ստացած մեյլը spam է թե չէ, հիմնվելով օրինակի համար բացականչական նշանների տոկոսի վրա։ Սա կարա մի հատ չափողականություն լինի մեր մոտ։ Կարանք օրինակ նայենք մեծատառերի ամենաերկար հաջորդականությունը, նայենք թե քանի անգամ է մեջը անվճար բառը գրած։ Այսինքն ինչ որ տարբեր պոտենցիալ սյուներ կա, որ կարանք օգտագործենք մեր մոդելի մեջ ներառելու համար։ Ու կանք տեսնենք, թե իսկ այս մեր 20 հատ տվյալի հետ ինչ է տեղի ունենում, եթե գնալով ավելի ու ավելի շատ սյուներ վերցնենք։ Հիմա եթե վերցնում եմ մենակ մի հատ սյուն, օրինակ վերցնում եմ իմ բանը, բացականչական նշանների տոկոսը մեյլի մեջ, տվյալներս այսինքն ինչ-որ տեսք են ունենալու։ Այսինքն մի մասը ստեղ է բաժանված, մի մասը ստեղ է բաժանված, բայց այդ մեր տենց մի երկու հատ ռեգիոնը հենց կարանք բաժանենք սիրուն երկու կողմի, տեսնենք ընդհանրապես բավականին հավասարաչափով բաժանվում է։ Հիմա եթե մի հատ էլ սյուն ավելացնեմ, օրինակի համար այդ ամենաերկար մեծատառերի հաջորդականությունը, արդեն մեր մոտ երկչափում տեսնում ենք, որ տվյալները մի քիչ սկսեցին իրարից հեռանալ ու սենց որ սեգմենտերի բաժանեմ, էլի ինչ որ միջնակետերով կիսեմ օրինակ, էլի։ Տեսնեմ, ստեղ արդեն ամեն մեկում շատ ավելի քիչ տվյալ ունեմ։ Ստեղ 4 հատիկ ունեցա, ստեղ մի 7-8 հատիկ ունեցա։ Մինչդեռ ստեղ սենց լիքը կային։ Հիմա մի հատ էլ եթե գամ իրան տարածեմ բերեմ եռաչափի, մի հատիկ էլ սյուն ուղղակի ավելացնեմ։ Ստեղ արդեն եթե նայեմ այս բան սեգմենտները, կիսեմ իրան հավասար սենց կտորների, էլ ավելի խայտառակիչ կտոր է լինելու տվյալների, որտեվ ինչ համար մոտ տեղի ունենում, մեր չափողականությունը ամեն անգամ մի հատով մեծացնելուց հնարավոր ռեգիոնների քանակը էքսպոնենցիալ աճելով գնում գմփում է։ Հիմա հնգաչափ տարածությունում եթե ունեմ ու տենց ամեն մեկը սենց ըստ երկու բանի կիսեմ երկու կտորի, արդեն 2/5 սեգմենտ է լինելու։ Մեր 20 հատ տվյալ եթե նայեմ, արդեն սա նշանակում է, որ լինելու է մի հատ եկամեծ տիրույթներ տարածության, որոնք որ էլեմենտ չունեն ընդհանրապես։ Ինչ որ մասը լինելու է, որոնք որ մի հատիկ ունեն։ Հիմա չասեմ ինչա տեղում, եթե գնանք հարյուրաչափ տարածություն։ Հարյուրաչափ տարածությունում ընդհանրապես մեր ունեցած տվյալները լինելու են սենց ինչ որ մի հատ կետ, հետո մի հատ մեծ դատարկության շրջան, հետո մի հատիկ էլ ուրիշ կետ։ Հետո կրկին ինչ որ խայտառակ մեծ անապատ, մի հատ ինչ որ տեղ ուրիշ մի հատ կետ։ Որտեվ չափողականության աճի հետ հնարավոր է սեգմենտները, սենց ասած այդ
մեր ցանցը, որտեղ տվյալները կանին էքսպոնենցիալ աճում է, իսկ մեր տվյալները ֆիքսած մեր ունեցած բանն է։ Դրա համար չափողականության աճի հետ մի այլ կարգի ճնշում ենք մենք այդ տվյալների բաշխվածությանը։ Հեչ ընդհանրապես տենց սիրուն հավասարաչափ բաշխում չեն կարողանում ունենալ, որտեղ չի հերիքում կետերը զուտ։ Այս ոնց որ sense մի հատ ռազմիկայի համար թեթև սկսելու կետ։ Նա լավ։ Այս մեր առաջի ֆենոմենն էր։ Երկրորդ ֆենոմենի համար քննարկենք իսկ ընդհանրապես ծավալները ոնց են փոխվում։ Պատկերացնենք ունենք մի հատ մեկ երկարությամբ խորանարդ։ Հիմա sense հարց։ Ինչ երկարության բան վերցնեմ, ուժուր խորանարդ վերցնեմ, այնպես որ ինքը ծածկի այս մեր մեծ խորանարդի օրինակ 10%-ը կամ 20%-ը եւ այլն եւ այլն։ Այսինքն պատկերացրիք, չէ՞, սրա ծավալը հիմա իմ մոտ 1 է, ինչ չափի կողմ վերցնեմ, որ ծավալը լինի 0.2 օրինակ։ Այս ոնց կարանք հաշվենք։ Քառակուսու օրինակով եթե նայենք, հիմա ուզում եմ վերցնեմ մի հատ կողմ, որ օրինակ տվյալների 50%-ը պատկանի։ Ինչ չափի բան վերցնեմ, կողմ վերցնեմ ստեղ։ Կեսը։ Ահա, կեսը եթե վերցնեմ, այսենց, այստեղ ինչ տոկոս կունենամ։ Չէ, այդտեղ 25-ը կլինի։ Ահա, շատ ճիշտ է, այս շատ լավ է որ կեսը առաջարկեցիք, բայց ինչքան վերցնեմ։ Դրա 2 անգամ ավել է։ 2 անգամ Այս ավելն է, լրիվ կլինի։ այսինքն մի կողմը ու կողմի կեսը, էլի։ Հա, Հա, բայց այսենց, քառակուսի չի լի ուղղանկյուն կդառնա արդեն։ հա, չէ, ուզում ենք հա հավասարաչափ ձևով վերցնենք։ Հա, հասկացա։ Հա, Այսինքն, բայց հա, ես ըստ ոնց էության, քառակուսի մեջտեղից կիսեցի, էլի։ հա, հասկացա։ Բայց եթե ասենք մի հատ ինչ որ բանաձևով դնենք, ասենք սա 1 ունենք, սրա մակերեսը 1 է, հիմա ուզում ենք աքառակուսի, որ իր մակերեսը լինի կեսը, 1/2։ Այսինքն, այստեղ վերցնում ենք բան, չէ՞։ Արմատ 1/2, արմատ 0.5-ը ինչ որ 0.7 հոտ ինչ որ բան է, չէ՞։ Այս բարձր չէ, ինչ արեցինք։ Այսինքն երկչափի դեպքում սրան գալու համար արդեն մեզ պետք եղավ գալ հասնել համարյա բանին, էլի։ Համարյա sense մինչև 1 պետք եղավ գալ հասնել, որ կեսը ունենամ ծավալի։ Հիմա երաչափի դեպքում ստեղ ունենալու եմ, որ ախորանարդը պետքա լինի 1, 1/2, չէ՞։ Ուրեմն a-ն էստե լինելու է մեր 0.5-ի խորանարդ արմատ 3-ը։ Էս էլ մեր մոտ գալու է էլ ավելի մեծ թիվ տա, որտեղ 0-ից փոքր ինչքան թիվ բազմապատկում ենք իրարով, այդքան փոքրանում է։ Հիմա որ շատ չտանջենք հաշվարկով, մի հատ գրաֆիկ եթե գանք նայենք, այստեղ ինչ է գրված, աչ առանցքը ցույց է տալիս, թե ինչ երկարության պետքա լինի բանը, ինչ երկարության sense այս փուճուր կտոր ենք մեջը վերցնում։ Այս a-ն է ցույց տալիս։ Երկրորդը ցույց է տալիս, թե դա ընդհանուրի ծավալի որ մասն է ստացվում։ Հիմա այստեղ էլ ամեն մի գույն է տարբեր չափողականությունը։ Այսինքն օրինակի համար այստեղ մենք տեսնում ենք, որ այս պեն հավասարա ափսոս պեն հավասարա 1-ի համար է գրած 1-ը, բայց ինչ։ Պեն հավասարա 2-ը գծած չի ցավոք, բայց պեն հավասարա 3 օրինակ եթե նայենք, ուստեղ 10%-ի համար նայենք։ Տվյալների 10%-ը ծածկելու համար մեզ պետքա ընդամենը 10%։ Այսինքն այստեղ քառակուսու դեպքում 10% եթե վերցնես, ինձ մի հատ պստիկ բան է, չէ՞ ստացվում։ Հիմա երաչափի դեպքում արդեն ինձ պետքա գալ վերցնել մոտավորապես 0.5 չափի կտոր։ Գանք 10 չափին 0.75 չափի կտոր։ Այսինքն եթե ասես 10 չափ խորանարդ ունենայի, ասես պատկերացնեմ, այս աշխարհի ամենավատ խորանարդը ստացվեց, բայց այս խորանարդը եթե ունենամ, հիմա ուզում եմ այս խորանարդի ծավալի 10%-ի չափի ուղղանկյունիկ վերցնեմ, այդ ուղղանկյունիկը արդեն պետք է իմ մոտ լինի համարյա այս ամբողջական խորանարդը մեջի։ Այսինքն ստացվում է, որ եթե այս բանով նայենք, ոնց որ այստեղ էս երկչափում է 0.7-ով որ վերցրել էի, այսքանի ծավալը նույնն է ինչ այս կողքի կեղևիկի ծավալը։ Հələ երկչափում հեչ, բարձրաչափում вообще խայտարակություն։ Ստացվում է, որ եթե երկչափով պատկերեմ այս
տասաչափում տեսած էֆեկտը նշանակում է, որ ասում ենք տասաչափում այսենց ուղղանկյունիկ այսքան ծավալի ուղղանկյունիկ ստանալու համար իրականում ինձ պետք է վերցնել այսենց չափի բան։ Այսինքն ասում է այս սրա ծավալը 10% եմ վերցրել, չէ՞, 9 անգամ փոքր է, քան այս մնացածի ծավալը։ Բանաձևով զուտ ոնց որ այս ենք հաշվում, էլի։ Այնտեղ 1/2-ի փոխարեն 1/10 եմ վերցնում, հիմա 1/10-ի տարբեր արմատներ, էլի, այնտեղ 0.5-ի արմատը 9, խորանարդ 4-րդ, 5-րդ, այստեղ 0.5-ի փոխարեն 0.1-ով եմ գնում։ Ու տեսնում ենք, որ արդեն գալիս ենք նրան, որ մի այլ աստիճանի շատ լայն կտոր պետք է վերցնենք։ Սա հələ այդքան հավես ձևակերպում չի, ինչքան ասել, որ այս պստիկ կեղևը պարունակում է համարյա բոլոր տվյալները։ Բայց այդ ո՞նց էր պարունակում այդ մասը մի հատ նորից կասես այդ ջան, այդ մասը ես չպատկերացրեցի։ Ահա։ Այստեղ ուղղակի ես բանաձև եմ բանում, որ ընդհանուրի ծավալը եթե 1 է, հիմա a չափի n չափ խորանարդինը լինելու էր a խորանարդ, չէ՞։ Ներողություն a n աստիճան։ Կամ եկեք p գրեմ, p որպես չափողականություն ընդունված է, ասել։ Հիմա այս a-ն պետքա լինի ունեցածի 1/10-ը, չէ՞։ Հետևաբար ան ստացվում է այս 1-ը բաժանած 10-ի p աստիճանի արմատ։ Հիմա այստեղ ինչն է, որ այտենց շատ ուղեղ գմփացնող է, այնա որ եթե այստեղ p-ն արդեն գամ դնեմ ընդհանրապես օրինակ 5, այսինքն վերցրել եմ հնգաչափ տարածություն, ուզում եմ մի հատ եղած իմ հնգաչափ տարածության մեջ խորանարդից կտրեմ մի հատ ուրիշ փուջուր ենթախորանարդ իրա մեջ, այսպես բան անեմ, էլի։ Ուզում եմ այս ենթախորանարդը լինի 10 անգամ ավելի փոքր ծավալի, քան այս մեծը։ Նույնիսկ այդ 10 անգամ ավելի փոքր վերցնելու համար պետքա գամ այսքան մեծ կտոր կտրեմ։ Այսպես մի հատ եկա բան պետքա գամ վերցնեմ։ Այսինքն տակը մնում է, այսպես այս եզրը իրա, էլի։ Ու այս եզրը, քանի որ 1/10-ով է վերցրել, 9 անգամ ավելի շատ տարածք ունի, քան այս մեջին իրա։ Այս գայս է նրանից, որ երբ որ այստեղ օրինակ ինչքան ավելի բարձր չափանի տարածությունում ենք գալիս մենք, այստեղ այս փուջուր կեղևի ծավալները իրենք իրական ճիշտ այստեղ որ տոկոսայինով նայում ենք, եթե վերցնեմ կամ կարող է օգնի օրինակ հակառակ կողմից գալ։ Պատկերացրեք ֆիքսած վերցնում եմ երկարությունը որպես կես։ Երկչափի դեպքում այս կեսը լինելու է 1/2 անգամ 1/2, 1/4 եղավ, չէ՞։ Ընդհանուրի մակերեսը 1 անգամ 1 էր, սրանը 1/2 անգամ 1/2-ը։ Ծավալի դեպքում ունենալու էի 1/2, 1/2 մի հատ էլ ստեղ 1/2։ Այսինքն ունենալու էի 1/2-ի խորանարդ, այն մեկը մնալու էր 1։ Արդեն այդ իմ ֆիքսած 1/2-ը դառավ եղածի 1/8-ը։ Մի հատ է չափողականություն գնա, մի հատ է 1/16-ը դառնալու, հետո 1/32-ը։ Այսինքն ասենք գնամ հարյուրաչափ տարածություն, ասեմ այս կողմի կեսի չափով եմ վերցնում խորանարդը կտրում, այդ ըստ էության նշանակելու է, որ սա ընդհանրապես ծավալ չունի։ Ինքը լինելու է 1-ը բաժանած 2-ի 100 աստիճանի կտորը, այդ մեծի։ Այդ էլ ոչ մի բան է ըստ էության, էլի։ Այս էքսպոնենցիալ բաները շատ գժական են աշխատում, էլի, իրոք չափողականություն մեծանալուց խայտառակ շատ ազդեցություն են ունենում, էլի։ Ու այս սրա հիմնական արգումենտը հիմնական էական կտորը նա է, որ ուզում ես sense վեկալ այսպես կտրի իրան, մեկը այստեղ եղածը հաշվի հետ է։ Հիմնականը այս փուջուր այս պստիկ կտորի մեջ է լինելու մեր մոտ մեկը։ Ու միանգամից եթե գանք հաջորդ օրինակին, եթե սա կլորով նայենք, եթե այստեղ ունենամ մի հատ շրջան ու այս շրջանը պատկերացրեք ոնց որ մանդարին է, sense դրած կտրած, հիմա ուզենամ այս մանդարինից մի հատ փուջուր կտոր կտրեմ, այսպես անեմ։ Հիմա սրա այս դեպքում մակերեսը ինչքան կփոխվի։ Այստեղ թող լինի միավոր շարավիղ։ Սկզբում ունեի πr քառակուսի է, չէ՞, մեր մոտ բանաձևը։ Սկզբում π էր, հիմա կդառնա այս 1-ից հանած մի քիչ են կողմ եմ գնում,
Այդ էստեղ բան մի անգամ բանաձևը ընդհանուր r-ի համար էր գրած, բայց լավ, 1-ից մի քիչ այն կողմ եթե գնամ, ասենք 0.8 ունենալու էի p անգամ 0.8-ի քառակուսի, չէ՞, 1-ի փոխարեն։ Ու ստացվելու էր այստեղ օրինակ սա 0.64 է տալիս, ստացվում է այս իմ երկարությունը 1 էր, իր 80%-ը վերցրեցի, դրանով շրջան կառուցեցի, ու այս տակը մնացած կեղևը 0.2 չափի, իր մեջ պարունակում է տվյալների 36%-ը, այս եկա կլորը պարունակում է 64%-ը։ Այստեղ բանաձևը Հայկ ջան, այդ 36 ու 64-ը ոնց ստացանք։ Այդ 0. 0.8-ի քառակուսին էր, հա։ հա, Հա, ոնց всё, որ окей, p да։ 1-ի քառակուսի, p Հա, всё։ հիմա սա երկչափում էր։ Արդեն կարող ենք գուշակենք ինչա տեղի ունենում, որ գնանք եռաչափ, քառաչափ, հնգաչափ եւ այլն եւ այլն։ Այս իր այս պստիկ էպսիլոն չափի եզրը, քանի որ ասում ենք 1-ից հանած մի քիչ են կոմ բան, ասենք 0.99-ն էլ եթե վերցնեմ, սա որ բարձրացնեմ 100 աստիճան, սա շատ արագ գալու է 0-ին մոտենա։ Այսինքն սրանով մենք ստանալու ենք այն, որ այս պստիկ էս կեղևի բուճուր կտորը բռնելու է պարունակի կարելի ասել մեր սախ տվյալները ինչ կա չկա։ Դրանով գայսենք նրան, որ բարձրաչափ մանդարինը որ կլպենք, տակը բան չի մնում։ Սաղ իրա ծավալը կենտրոնացած է այս կեղևի մեջ, որտեվ այդ կեղևի մի քիչ այս պուճուր կտորը որ կա, որ մի քիչ իրան խանգարում է որ լրիվ լինի։ Այդ մի քիչը ամեն մի առանցքով ազդում է։ Ամեն մի առանցքի համար մի հատ աստիճանով բարձրանալով գնում է ու всё, գմփաց։ Չափողությունը մի քիչ մեծացավ, տակը բան չի մնում այս մեր կեղևը բան անելուց։ Այստեղ եթե նայենք 20-չափ կեղևը եթե վերցնենք, ու այդ 0.8-ի օրինակով որ նայում ենք, եթե այս 1-ի փոխարեն 0.8 վերցնեմ ու այս տակը մնացածը նայեմ, 20-չափ տարածության մեջ ինքը արդեն պարունակելու է համարյա 99% տվյալների։ Այսինքն այս ներսի 0.8 շարավողովը հեչ, այս 0.2 այս բանով սվերան կամ բուբլիկը 199 անգամ ավելի շատ ծավալ պարունակի մեր մոտ։ Գժանաց արդյունք։ Այսինքն սաղ տվյալները հավաքված են եզրի մեջ, անկյուններում կամ բան։ Սաղ տվյալները այս եզրերում են, սաղ տվյալները այս ամենաանկյուններում են հավաքված ու արանքներում լիքը միաշխարհ անապատներ ունեն։ Այստեղ այս բանը բանաձևով մի քիչ ավելի մանրամասն գրած է, եթե ուզում եք տեսնել։ Հա, ներողություն, այստեղ մի հատ էլ արգումենտ կար։ Եթե մի հատ էլ նայեմ բանը, ունեմ քառակուսի ու իր մեջ ներգծած շրջանագիծ, հիմա հարց կար առաջ հետարքեր կար լինի, բա այս տակը մնացած կեղևները ինչքան բան ունեն, ինչքան ծավալ ունեն։ Օրինակ այս դեպքում կարանք ասենք, որ եթե այսքանը 1 է, հիշում եք սրանով պին էինք մոտարկում ժամանակին։ Եթե այսքանը 1 է, այստեղ սա 2 է, սրա մակերեսը լինում է 4, այս սրա մակերեսը π r քառակուսի ստացվում է π, այսինքն 3.14, այսինքն այսքանը 3.14 է, այսքանը 0.86։ Չէ՞, այստեղ։ Այսինքն այս կեղևը 4-5 անգամ ավելի քիչ էր, քան այս ներսինը։ Ինչով պրինցիպի ինտուիտիվ է։ Դե ուշակում ենք ինչ ենք անում, վեշերը հավաքեցին, գնացինք բարձրաչափ տարածություն։ Եռաչափում արդեն որ նայենք, այստեղ արդեն այս կեղևի մասերը, այս դուրս մնացած մասերը, մի չափողականություն ավել ունենք։ Մի հատ շանս ավել կա ազատ տարածություններ ունենալու։ Եռաչափում արդեն այս 3.14-0.86-ը ավելի գալու են իրար մոտիկանը։ Ու այս բանձավով վախենալով որ հաշվենք, տեսնենք որ իրական չափողականությունը որ աճում է, սա ձգտում է 0-ի։ Այսինքն հարյուրաչափ տարածության մեջ այդ ներդրված այդ հիպերշրջանը եթե նայեմ, ինքը ոչ մի բան իր մեջ չի պարունակում, ընդհանրապես։ Սաղ տվյալները այս ծերի մեջ են։ Այս ներսի գունդը ոչ մի բան է, դատարկություն, ոչ մի բան, ընդհանրապես։ Այս գրաֆիկը ասում է որ ստեղել տասաչափի կամ լավ եկեք նույնիսկ տասաչափի եթե գանք, արդեն համարյա 0-ին կպած է։ Եթե սա ինի բերենք, ստացվում է, որ մեր տվյալները եկած կուտակված են այս չափողականության անկյուններում, այդ բարձրաչափ տարածության անկյուններում են կուտակված, մեջը ինչ որ որպես այդպեսին բան չկա,
քանի որ այդ բարձրաչափ տարածությունով մեծանալուց տվյալները քիչ էին, իրանք նաև sense ոնց որ ամեն մեկը առանձնացված իզոլացված է իր կտորներում, եթե ընդհանրում ենք ոնց որ հավասարաչափ բաշխված տվյալներ է, էլի ոչ թե մի հատ ինչ որ կոնկրետ բանից եկող տվյալներ, էլի ընդհանուր առմամբ։ Գայս ենք նրան, որ մենք ուղղակի ունենք sense տարբեր անկյուններում sense միայնակ տվյալների կտորներ, երբ որ գնում ենք բարձրաչափ տարածություն։ Okay, Բայց սա։ բայց ես մի հատ հարց ունեմ այդտեղ։ Ահա։ Այդ որ նայում էիր մակերեսներ կամ այդ ծավալ, մի խոսքով այդ գնդի կամ այդ դեպքում դիտարկում էի շարավիղը ոնց որ մեկից փոքրի դեպք, բայց մեկից մեծի դեպքում ինքը այդքան էլ տենց զրոյ չի ձգտի։ Հա, այստեղ մեկով գրում էի զուտ որ հեշտ լինի, բայց մեր մոտ ավելի շատ կարող է որ ոնց որ ունենում եմ ասենք R ու մի հատ ինչ որ R, փոքրատառ R։ Ոստեղ որ նայում եմ ոնց որ այս R-երորդը որ մեկից փոքր է, այս սա է էական տարբերություն տալիս է, իսկ մի դեպքում ասում եմ 0.8 0.8 էի վերցնում, կարամ ոնց որ 1.6 ու 2-ը դիտարկեմ, էլի, եթե ուղղակի zoom լինեմ։ Չէ, ես գիտեք որ մաս չեմ պատկերացնում, որ հա նկատի ունես այն ինչի մեջ ինքը մտածա, դա էլ ես մեկ շարավղով վերցնում, դրա համար մեջինն էլ մեկից փոքր է դառնում, հա։ Չէ, Այդ ըհը։ ավելի շատ նկատի ունեին, որ այստեղ ոնց որ երբ որ ասում էի մեկը 0.8 ու 1, այս 0. որ բարձրացնենք ինչ որ աստիճան է 0.8-ը արագ կգնա դեպի 0, այս մեկը կմնա 1, կարանք ուրիշ թվերի համար, ասենք 1.5 ու 2-ի համար, այս 2-ն է շատ արագ կմեծանան, բայց բանը նա որ այս 2-ը շատ ավելի արագ կմեծանա, քան 1.5-ի Հա, աստիճան։ Ու հա, իրանց հա, հարաբերությունը կգնա դեպի 0։ հա, հասկացա, այդ է ուզում ասա, ինչի մեջ ինքը մտածա, դա էլ է մեկա բան լինում, հա, всё լավ, հասկացա։ Հա, ընտիր, բայց հա, այս լավ հարց էր, որովհետև ինչ որ շատ էի մենակ մեկ օրինակով բերում էլի, այս ընդհանրացնելը լավ միտք էր։ Լավ, ու այս ամեն ինչը շատ հետաքրքիր ազդեցություն է ունենում հեռավորության վրա հիմնված ալգորիթմների վրա։ Այդ դրանց մասին հեսա խոսանք, բայց մի հատ մի քիչ ավելի բարդ օրինակ եթե ընթացիկ բերենք, ըհը։ Եթե վերցնենք գաուսյան բաշխումը, այս բաշխումն է մեր, չէ՞, սովորական։ Հիմա եթե այստեղ մի հատ տրուկ արած ժողովուրդ որ մի քիչ դժվար է, եկեք իրան տենց մի քիչ պլստացնելով ասեմ, վերցնենք գաուսյան բաշխում, բայց 0 միջինով ու տենց 1 միավոր բանով, վարիացիայով, կովարիացիայով ավելի ճիշտ, եթե բազմաչափի դեպքում ենք խոսում, ու իրան բերենք ոնց որ սովորական կոորդինատներից դեպի բևեռային կոորդինատներ, այսինքն մենք ունենք շարավիղ ու անկյուն, չունենք հեռավորություն, էլի։ Հա, եթե տես տարածության մեջ գծենք, այսպես մի հատ ինչ-որ բան ունենամ, ու հիմա ուզենամ վերցնեմ մի հատ ինչ-որ պուճուր կեղև, այսինքն ստեղ օրինակ երկչափ հա, ուզում եմ վերցնեմ ու քանի որ բան եմ գնացել, բևեռային կոորդինատներ եմ գնացել, սենց ուղղակի ինչ-որ սենց կլորներ եմ նայելու, էլի։ Իսկն այս կլորը նույն հեռավորություն ունեցող կետերն են, էլի իմ ըստեյության, այս բանով պատկերված։ Հիմա ուզում եմ վերցնեմ մի հատ ինչ-որ կեղև այսպես, օրինակ այսպես կեղև եմ վերցնում։ Սա ըստեյության ոնց որ R-ից մի քիչ ինչ-որ մի հատ կետ եմ վերցնում, իրանից մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ եմ գնում ու այս կեղևն եմ նայում ու նայում եմ թե այս կեղևում եղած տարածության մեջ ինչքան խտություն ունեմ։ Եթե այս սովորական դեպքով փորձենք պատկերացնել թե ինչ եմ ասում, կարանք պատկերացնենք, որ ասում եմ, եկեք վերցնենք մի հատ ինչ-որ այսպես պուճուր կտոր, օրինակ վերցնում եմ այս կտորը ու նայում եմ այստեղ եղածի տակի ընկած մակերեսը։ Այսինքն այս կտորի տեղի ունենալու հավանականությունը ինչքան է։ Կամ էլի այս նույն չափի այս կտորն եմ վերցնում։ Հիմա եթե ուզում եմ մաքսիմալ շատ լինի իմ խտությունը, այսինքն ամենամեծ տակի ընկած ինտեգրալը ունենա։ Այս երկչափի համար որտեղ վերցնեմ դա, այս կտորը։ Պատկերացրիք հարցը, թե այս մի քիչ դժվար օրինակ է։ Մի հատ էլ էլի նորից հարց կտաս։ Հա, այս մի քիչ լավ չբացատրեցի։ Պատկերացնենք ունենք բան, նորմալ բաշխված տվյալներ, ու հիմա այս տվյալներում ուզում եմ այս տվյալներում ոնց որ ամեն մի կետը ինչ որ հավանականություն է ինձ ներկայացնում, չէ՞։ Ու հիմա եթե ես գամ վերցնեմ մի հատ ինչ որ սեգմենտ x1-ից x2 արժեքներ վերցնեմ, այդ օրինակ բան
1-ից 3 վերցնեմ, կնշանակի զառը 1-ից մինչև 3 ընկնելու հավանականություն։ Հիմա այդ 1-ից 3 ընկնելու հավանականությունը լինելու էր այս սրա տակի ընկած մակերես, չէ՞, իսկ ըստ էության այս ամեն մեկի կետերի գումարը, չէ՞։ Հիմա սովորական միաչափի դեպքում օրինակ ես այդ վերցնելու որինը մեջտեղում եմ, չէ՞ վերցնելու, դա ամենահավանական կտորը սա է, չէ՞ իմ մոտ։ Շատ բնական բան է, էլի։ Այստեղ պատկերացա նույն բանը բևեռային մոտեցումը, բայց մեկը ոնց որ այսա մեր կենտրոնն է։ Իսկ այստեղ այդ ամենահավանական բաներն է, ասենց ինչ որ մի հատ ես շատ դժվար կկարողանամ այս իբր բան նկարեցի, էլի բարձրաչափ գաուսյան նկարեցի։ Բայց sense ոնց որ պատկերացեք սա sense վերև բարձրացրած է, sense հավանական մասերն են, ու գնալով ինչքան հեռու են գնում, այդքան հավանականությունները նվազում են։ Հիմա ինձ հետաքրքիր է այստեղ եթե վերցնեմ այսպես ինչ որ մի հատ ֆիքսած չափի կեղև, ու այս կեղևով կենտրոնի շուրջը պտտվեմ, այսինքն սաղ կտորը այս կեղևից այսքան հեռավորություն ունեցող բաներն են, էլի ոնց որ երկրագնդի կենտրոնից 10-ից մինչև 11 մետր հեռավորության վրա եմ, կամ 1-ից 2, 2-ից 3, 3-ից 4, այդտենց գնում եմ։ Ու նայում եմ այդ կեղևի մեջ ընկած կտորի համապատասխան այս հավանականությունների գումարը։ Իսկն այդ կտորի ինտեգրալ, կտորում հավանականությունն եմ հաշվում, էլի, ինտեգրալ է գայս ըստ էության։ Այս խտությունների dx-ով։ Հիմա եթե նայեմ, տեսնեմ թե իսկ որտեղ է այդ ինտեգրալը ամենամեծը, իմ ինտուիցիան կասեն, որ դա այս կենտրոնի մոտերն է, բայց այս կենտրոնի մոտերն է, ասենք երկրագնդից եթե մի մետր 1-ից 2 մետր կտորը վերցնեմ, ինքը sense փուճուր կտոր է լինում։ Ինքը շատ հավանական կտոր է լինում, բայց փուճուր կտոր է լինում։ 2-ից 3-ը որ վերցնեմ, ինքը արդեն ավելի լեն է լինում։ Էլի այս դիսկի չափը 1 է, բայց քանի որ ինքը ավելի հեռվից է դրած, այս կեղևը դառնում է ավելի մեծ ծավալով։ Հավանականությունները նվազում են, կեղևի չափը մեծանում է։ Ու բանն այն է, որ կեղևի չափը ավելի արագ է մեծանում, քան հավանականությունը։ Ու դրա համար իրականում գնալով չափողականությունը ինչքան մեծացնենք, այդքան այն ամենախիտ կտորը, այսինքն ուզում եմ վերցնեմ, ասենք, մի միավոր կեղև, որը վերցնեմ, որ ամենահավանական բանը ունենամ, ինքը գնալով կենտրոնից հեռվանում է։ Ասենք այստեղ պատկերացրած, ասենք միաչափի դեպքում այս սկզբնակետի մոտ վերցնելը շատ մեծ հավանականություն է մեզ տալիս, երկչափի դեպքում մի քիչ հեռվացավ, 20-չափի դեպքում էլ ավելի շատ հեռվացավ ու գնալով էլ ավելի հեռու գնալով ավելի շատ է բան լինելու մեր մոտ։ Այդ ամենատարածված ամենահավանական կեղևը ավելի հեռվանալու է կենտրոնից։ Այդ էլ մի հատ բան, որ ինտուիցիան ջարդում է, էլի։ Իսկ Գաուսյանը տեսնում ենք այստեղ պիկ ունեցավ, բայց ամենահավանական կտորը, ասենք, այս տերանքի մասերն է։ Այս միաչափով չի ստացվում սա գծել, էլի, բայց ոնց որ այսպես եթե պատկերացնենք, էլի։ Okay, լավ։ Այս որպես մի քիչ դժվար օրինակ, ուղղակի մի քիչ նոր աշխարհից էլ բան որպես որ նայենք։ Հա, այստեղ մի քանի հատ դետալներ կա, բայց սրանք շենք ընկոմ գնանք։ Գանք դիստանցիաների վրա ազդեցության գաղափարին։ Հիմա կան ալգորիթմներ, որոնք որ աշխատում են լրիվ դիստանցիաների հիմքով։ Օրինակի համար կա մի հատ ալգորիթմ, կոչվում է, իրականում բան, մաթեմատիկայի կտորի ժամանակ որպես տենց վարժություն մի անգամ նայել ենք, կոչվում է բան, կա ամենամոտիկ հարևաններ, իր գաղափարը որն է, ասում է, մի հատ ինչ-որ նոր կետ եթե ստացել ես, հաշվի իր ամենամոտիկ, օրինակի համար 4 հարևաններին, սրանք են։ Ու այս նայի այդ հարևանների ոնց են բաշխված, օրինակ 3 հատ եռանկյունիկ ունենք, մի հատ քառակուսի ունենք։ Հիմա իրան պիտակավերի որպես եռանկյուն։ Ոնց որ այս ալգորիթմի միտքը նա, որ ասա ովքեր են հարևաններդ, կասեմ ով ես դու։ Սա այդ գաղափարով է։ Բավականին հասարակ ալգորիթմը իր գաղափարի շրջանակով դիստանցիաներ ենք հաշվում, ամենամոտիկները վերցնում ենք, նայում ենք մեծամասնությունը որ դասից է։ Հա։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում այս սրա հետ, երբ որ չափողականությունը մեծանում է մեր մոտ։ Այստեղ d(n)(n)1-ով կնշանակենք դիստանցիան nearest neighbor 1, առաջին ամենամոտիկ հարևանից հեռավորությունը կնշանակենք։ Այսինքն օրինակ այս գրաֆիկի վրա այսա կլիներ, էլի մեր մոտ դա։ Ու հիմա գծենք, տեսնենք թե ինչ է տեղանում այդ դիստանցիաների հետ տարբեր տարածություններում։ 10-ի 4 1000 հատ խափեցի, 1000-ը խորանարդներ։ 10000 հատ կետ ենք վերցնում, մի հատ բան, հավասարաչափ բաշխված։ Սկզբում միաչափ տիրույթում։
Այսինքն 10000 հատ, 0.1 սկզբում է 0.1-ի վրա են վերցնում, հետո 0.1 քառակուսու, 0.1 խորանարդի եւ այլն։ Այսինքն 0-ից 1 պատահական պեաչափ թվեր են վերցնում։ Հիմա երբ որ 10000 հատ վերցնեմ այս ինտերվալի վրա, իմ ամենափոքր հեռավորությունը որ կլինի, այդ համարյա 0-ն է։ Ամենամեծ հեռավորությունը որ կլինի, այդ 1-ն է։ Միջին հեռավորությունը որ կլինի, այդ 1/3-ն է։ Սա միջած կարող որպես հետարքիր հաղթեսի խնդիր մտածեք։ Խիա 1/3 միջին հեռավորությունը։ Ամենամոտիկ առաջին ամենամոտիկ հարևանից հեռավորությունը էլի ըստ էության 0 է։ Իսկ առաջի ամենամոտիկ հարևանից ամենահեռու հեռավորությունը 0.004 է։ Այսինքն իրոք sense լավ հավեսով կուտակված են։ Ինչա տեղի ունի, երբ գնում ենք 500-չափ տարածություն։ 500-չափ տարածությունում արդեն ամենափոքր դիստանցիան, որ ընդհանրապես կար, միջևը 0-ն էր, 1000 հատ կետ ենք ընտրել, երկու հատը համարյա նույն կետում են գտնում։ Ամենափոքրը 7.8-ն է։ Ամենամեծը 10-ն է։ Ամենամոտիկ առաջ միջինը 9.1-ն է։ Ամենամոտիկ հարևանիցը 8.2-ն է։ Ամենահեռունը առաջինից 8.6։ Ստեղ ինչ է տեղի ունենում, որ իմ ամեն սաղ է տարածությունում բոլոր հնարավոր զույգերի միջև նայած կետերի ամենափոքր հեռավորությունը ու իմ ամենամոտիկ հարևանից հեռավորությունը համարյա նույն թիվն է։ Այդ թիվն էլ իր հերթին համարյա նույն թիվն է, ինչ ընդհանուր միջին հեռավորությունը։ Ու ինքը շատ փոքր բանով ինտերվալի մեջ է հաշված ամենափոքր ու ամենամեծ ինտերվալներին։ Այսինքն մինչև էս, երբ որ դիստանցիան էական լուրջ տարբերություն էր մեզ տալիս, հասկանում ենք, այս երկուսը մոտիկ են իրարից, այս երկուսը հեռու են իրարից։ Այսինքն ամենամոտիկը այս է էր, այսքան հեռավորություն էր, ամենահեռուն այս է էր, հիմա ամենամոտիկը այս է, ամենահեռուն այս է։ Արդեն սարեր զորեր տարբերություն չունենք ստե։ Արդեն էական բան շատ չկա որպես այդպեսի։ Տվյալները այնքան իզոլացված են իրարից, որ հարևան չկա, սաղ իրարից հեռու են։ Ու հիմա դեալի ակնկալի, որ միջին ներողություն, որ հարևանների հաշվի առնող ալգորիթմը լավ աշխատի։ Չէ, խայտարակվելու է արդեն այս ալգորիթմը ստեղ, որտեվ իմաստ չունի հեռավորություն հաշվել։ Ոչ մի բան մեզ չի ասում արդեն հեռավորությունը այդ բարձրաչափ տարածության մեջ։ Եթե մի քիչ ավելի խորը հետաքրքիր է, ստեղ մի հատ էլ հաշվածաբանի գաղափար, լոկալության գաղափար ու համեմատական կոնտրաստի գաղափարների բան է սահմանած։ Եթե կուզեք, կարող եք սլայդը մի քիչ ավելի դանդաղ նայեք։ Հա։ Բայց մեր համար ինչը կարևորեր են, որ այստեղ արդեն մենք սա լոկալության գաղափարը կորցնում ենք ու կայի աճելու հետ միասին լրիվ անիմաստ է դառնում այս կամիջին հարևանների ալգորիթմը։ Այստեղ մի քանի դետալ է դրած բանի, թե ինչ տեսակ տվյալներ ենք մենք կառուցում, այդ տվյալների համար այդ KNN ալգորիթմը աշխատացնում, բայց մենք ուղղակի վերջնական գրաֆիկը եթե նայենք, այստեղ գծած է 3 ամենամոտիկ հարևան, 7 ամենամոտիկ ու 15 ամենամոտիկ հարևանների հիմքով այդ ալգորիթմները տարբեր չափողականությունների համար ու այստեղ է գծած է իրանց այդ ալգորիթմների ազգուշակությունների սխալանքները։ Հիմա տեսնում ենք, որ ու այս դեղինը այդ ոնց որ ամենափոքր հնարավոր սխալանքն է, որ կարա երբևէ լինի։ Կան ամենալավ հնարավոր դեպքն։ Հիմա այստեղ տեսնում ենք, որ եթե նայենք օրինակ 3 ամենամոտիկ հարևաններին վերցնում ենք, մեծամասնության հիմքով գուշակությունը անում ենք այդ ալգորիթմի սխալվանքի բանը, ինքը սկզբում տենց շատ չի սխալվում, փոքր տարածություններում, բայց որ տարածությունը մեծացնելով գնացինք, իր սխալվելու տոկոսը կտրուկ աճում է։ Մի քիչ որ ավելի շատ հարևան ենք վերցնում, այդ ավելի շատ ինֆորմացիայի նայելը մի քիչ փրկում է, ավելի փոքր բան է գալիս, բայց ստաբիլ միշտ աճ ենք ունենում ստեղ։ Մի քիչ հետաքրքիր է խե 300-ից 400 նվազում հենց այս 15 ու 7-ի դեպքում։ Կարող է մի քիչ պատահականության ֆակտոր լինի, հետաքրքիր է, չգիտեմ ինչի ասենց էֆեկտներ մոտ, բայց կարևոր գլոբալ էֆեկտն է, որ ինչքան չափողականությունը աճում է, այդքան այս ամենամոտիկ հարևանների ալգորիթմի սխալանքը աճելով գնում է։ Հիմա մի հատ էլ օրինակ եթե նայենք գծային ռեգրեսիայով, այսինքն ունեմ ստե ինչ որ x1, x2 եւ այլն, նայում եմ ինչ որ c1, x1, c2, x2, sense փորձում եմ լավագույն գիծը գտնել, որ տվյալները կնկարվի, էլի, եթե ուղղակի արագի մեջ ասենք, էլի, հետո ML-ում
հենց այս գծային ռեգրեսիայով կսկսենք։ Աշխատացնենք մի հատ Բոստոնի տվյալների դատասեթի վրա, ինքը ինչ որ տանգին գուշակելու տվյալները 13 հատ նորմալ սյուն ունի։ Հիմա արհեստականորեն ավելացնելու ենք անիմաստ Հավայի սյուներին, որոնք որ ոչ մի նոր ինֆորմացիա իրենց մեջ չեն ներառում։ Հիմա եթե նայեմ, թե ինչ է տեղի ունենում իր սխալանքի հետ, տեսնում ենք, որ իր սխալանքը նույնպես չափողականության աճի հետ միասին վրազով, վրազ աճելով իր քեֆին գնում է։ Ստեղի մինչև կարող է այսպես ինչ որ պատկերներ լիներ, որովհետև նայածա մի քանի տարբեր արժեքի համար, ոչ թե այստեղ բոլոր 300, 301 եւ այլն, այստեղ ափսոս կետերով նշած չի որտեղ է նայած։ Նույնը հավանաբար հենց այստեղ ենք տեսնում, էլի։ Այս կրկին կարևոր էֆեկտն է չափողականության չափը ինչքան մեծացնում ենք, այդքան չնայած որ անիմաստ սյուներ ունենք, այդքան սխալանքը գնալով աճելով գնում է։ Սա մի քիչ ավելի լավ կարա ցույց տա, այստեղ ինչքան ավելի շատ սյուն ենք ավելացնում, այդքան կրկին սխալանքը աճելով գնում է։ Մի քիչ ուրիշ բան է այստեղ գծած իհարկե, բայց ամեն դեպքում։ Հա, մի հատ բան, որ այստեղ նաև հետարքի է, որ ձեր հետ կարելի ասել, սա եմելի ժամանակ ավելի հասկանալի կլինի։ Այս դեղինը ինքը ծառային ալգորիթմի սխալանքն է։ Ծառային ալգորիթմը ինքը ամեն քայլի որոշում է, որ սյունով իսվի։ Այսինքն, եթե անիմացիաներ կա, ինքը իրենց ուղղակի բանտեղ չի լինում։ Դրա համար այս ծառային ալգորիթմը չի տուժում այս բանի խնդրից։ Այս գծային ռեգրեսիան տուժում է։ Ու էլի տարբեր ալգորիթմներ կա, որ հետագայում անցնելով գնալ են։ Օրինակ, կլաստերիզացիա ալգորիթմ կա, որ տվյալներ ունենք, իրենց փորձում է բաժանի sense խմբերի, ու իր հիմքը կրկին դիստանցիա հաշվելն է։ Ինքն էլ գնաց մեռավ մի անգամից։ Դրա համար, եթե ունենք բարձրաչափ տվյալներ, մեզ պետքա դրան լուծումներ կա, մի քանի տարբեր լուծում ունենք ընդհանրապես։ Մի լուծումը վանիլային լուծում է, որ մեկը գա ասի, վայ, ոնց չենք ֆայմ այտենց բան անել, այդ ավելի շատ տվյալ հավաքելն է։ Եթե ահավոր շատ տվյալներ ունենանք, արդեն բարձրաչափ տարածությունը այդքան դատարկ ծերեր չի ունենա։ Ուղղակի այդ ահավոր չափը պետքա տենց ամպի չափ շատ լինի։ Դրա համար սա պրակտիկ տեսանկյունից բանի պետք չի, բայց տեսականորեն ճիշտ խորհուրդ է։ Կարանք սյուները նվազեցնենք։ Օրինակի համար բռնենք, մենք մտածենք, ասենք, ինչ feature կա, ինչ սյուն կա, որ բանի պետք չի, իրան գցենք մի կողմ։ Ալգորիթմ ունենանք, որ ինչ որ լոգիկայով կհեռացնի սյուներին։ Օրինակ նախորդ դասից բանով mutual information հաշվենք, եթե mutual information-ը շատ է ինչ որ բաների միջև, կամ թիրախի հետ ընդհանրապես ոչ մի mutual information չկա, ըստ դրա մտածենք, ասենք, դե եկեք մի քանի բան հանենք, կամ կարանք օգտվենք նենց ալգորիթմներից, որ չեն տուժում դրանից, բայց ավելի լավ է մեկը քչացնել շուտ քանակները, կամ մի հատ ռեգուլարիզացիա կոչող գաղափար, որ մաթեմից թեթև կպել ենք իրան, ինքը հենց ավտոմատ օգնում էր ինչ որ feature-ներ ուղղակի իրենց ազդեցությունը զրոյացնել, այսինքն feature-ները ջնջում ենք առանց որպես այդպեսին feature-ները ջնջելու։ Լավ։ Մեկ է մի հատ նշում, որ գծային հանր անցնելուց, երբ որ կոսինուսային հեռավորություն ենք անցնում, կարող իշեք, որ խոսում ենք նրա մասին, որ բառերը որպես վեկտոր ենք ներկայացնում ML-ի մեջ, ու այդ վեկտորների միջև հեռավորություն ենք հաշվում, բայց հեռավորությունը հաշվում ենք որպես կոսինուսական հեռավորություն։ Վուալա, հիմնավորում թե ինչի Էվկլիդյան չենք հաշվում, որովհետև իմաստ չունի այդ Էվկլիդյանը բարձրաչափ տարածության մեջ։ Կազմած անկյունը հələ իմաստ ունի։ Ինչքան է դիստանցիան այս երկու բաների մեջ, ոչ մի բան մեզ չի պատմում ըստ էության։ Համար հա, այս կոսինուսային հեռավորությունը 1000 միտեղ շատ ավելի շատ օգտագործվում է։ Այստեղ էլի մի քիչ ավելի մանրամասն բաներ կա, բայց հա, սա ինձ ինչ որ հարց է ժողովուրդ։ Մի հատ էլ շատ հետաքրքիր էֆեկտ, որը որ տենց բավականին թարմ է, այդ ճիշտ ոնց որ մաթեմում շուտվանից կար, բայց մեր ոլորտ վերջերս է համատաբար ներս գործել բանով, մեխանիկական ուսուցման ներողություն խաբեցի։ Այդ մեծ լեզվական մոդելների գալով, այն որ օրինակ, երբ որ մենք օրինակ GPT-ի նման մոդելներ բանանը կարող են օգտագործեն վեկտորներ, ասենք 12288 չափանի։ Հիմա սրա միտքը նա, որ ամեն մի վեկտորը եթե ունեմ 12288 չափ վեկտորական համակարգ, այդ համակարգում կարամ ունենամ 12288 հատ գծորեն անկախ վեկտոր, չէ՞, որովհետև չափողակություն այսքան նշանակում է ռանգը այսքան է, չէ՞։ Այս պահը պարզ է, այս գծային հանրից հիշում եք սա։ Okay։
Այսինքն մենք կարանք ակնկալենք, հույս ունենանք, որ ամենաշատը այս ալգորիթմը, որ սովորացնենք այս 12000-ը չափ տարածությունում, կսովորի ոնց որ 12000 հատ յուրահատուկ գաղափար ու մնացած ամեն ինչը իրանց որպես կոմբինացիա կլինեն, էլի, որովհետև դրանգը այդքան է։ Ինչա պարզվում իրականում։ Սան անվանում են սուպերպոզիցիա, սուպեր համադրույթ, գուցե։ Նաև ժողովուրդ, որ ասում ենք օրթոգոնալ, այդ նշանակում ոնց որ իրենց 90 աստիճան կազմող, չէ՞, իրենց վեկտորակ սկալար արտադրյալը 0 է։ Կազմածանկյունը 90 է։ Իրենց ասում ենք օրթոգոնալ վեկտորներ։ Չափողականության աճի հետ միասին համարյա 90% կազմելը երկու վեկտորների անկյուն դառնում է խայտառակ հավանական։ Այսինքն օքեյ, իդեալական 90 չի, բայց կարող ունենամ 12000 հատ վեկտոր, որ 90 աստիճան է իրանց կազմածանկյունը, բայց ունենամ 100000 վեկտոր, որոնց կազմածանկյունը 89.99-ից 90.001 է։ Ու դրա համար ոնց որ այս մոդելները կարողանում են սովորել միլիոնավոր տարբեր գաղափարներ, ոչ թե իրենց չափողականության չափի տվյալներ, որովհետև համարյա օրթոգոնալ երկու վեկտոր ստանալը ահա որ հավանական է։ Վեկտորները հենց տենց հիմնականում կենտրոնանում են իրարից 90 աստիճան անկյան տակ հեռավորություն ունենում միջինում, էլի։ Ստանդարտ շեղումն է լինում է իրենց մեկը բաժանած արմատ p, p-ն չափողականության չափն է։ Չափողականության չափը ինչքան մեծանա, ստացվում է ոնց որ համարյա կպած միշտ 90 աստիճան անկյուն են ունենում այս պատահական վերցրած վեկտորները։ Այս տենց լավ գժանոց արդյունք է, էլի։ Ու ինքը տենց լավ ֆունդամենտալ գաղափարը նրա, թե ոնց են կարողանում այս մոդելները այդքան խելացի լինեն, այդքան շատ բանից գլուխ հանեն միանգամից։ Որովհետև այդ բարձրաչափ տարածությունը իրանց այդ դրա ճկունությունը տալիս է։ Էլի կրկին բան, որը հեչ ինտուիտիվ չէր լինի, էլի։ Իմ համար առնվազն գժական գաղափար էր, էլի, սա որ վեկտորներ ես վերցնում, հոպ 90 աստիճան է կազմած անկյունը իրենց։ Իսկ այդ ոնց է լինում, որ այդ իրենց հավանականությունը 90 աստիճանն է մեծանում է։ Հա, այ դա բան։ Այ դրա համար պետքա ես լավ ֆունկցիոնալ անալիզ սովորած լինեի, որ հույս լիներ կարանայի հասկանայի։ Չգիտեմ, ոնց որ մաթեմով հիմնավորումը չեմ էլ փորձել ճիշտ ասած հասկանամ։ Մի հատ ինչ որ տենց լավ ուժեղ թեորեմից եկող մի բան կլինի, էլի։ Ես տեղ զուտ էֆեկտն եմ, ոնց որ իմ համար էֆեկտն եմ գլխումս տպավորել, էլի, թե ոնց է գալիսը չեմ փորձել։ Բայց շատ լավ հարց եք տալիս։ Okay, merci։ Հա, ձեզ մերսի։ Եթե միջոց հետարքիր կլինի, կարաք փորձեք բզբզալ նայել ու եթե չստացվի, կարաք ասեք, հետո մի հատ ես է փորձեմ բզբզալ նայել, ոնց որ խելքի տանք փորձենք հասկանալ ինչից է գալիս։ Կարող է իրականում բարձր ինչ որ տենց սուպեր վաու դժվար բան չի, էլի։ Ուղղակի ստեղ որ այսպես բաներ որ տեսնում եմ, միանգամից սկսում եմ Հիլբերտյան տարածություններից մտածել, միանգամից հիշում եմ ոնց էի ֆունկցիոնալ անալիզից լիկվիդ մնում բանման, դրա համար մի քիչ չեմ էլ փորձել էլի, կարճ ասած փորձեմ հասկանալ, բայց կարող է եւ դժվար չի ստացվում։ Այս բարի։ Հարցեր ինչ որ կամ եկեք մի հատ բան ասեմ, վերջի սլայդն է։ Այս ամեն ինչը ժողովուրդ, որ ասում ենք բարձրաչափ տարածությունում տենց ինչ որ չափից շատ տվյալները անկյուններով են սփռված լինում եւ այլն, տենց սաղ իրարից հեռու են, տուդի սուդի։ Սա խոսքը գնում է նրա մասին, թե ընդհանուր ուղղակի տենց յունիֆորմ տվյալներ վերցնի։ Բայց իրականում ոնց որ եթե օրինակ վերցնեմ 256-ը 256-ի նկար, ինչը համարվում է այսօրվա ստանդարտներով խայտառակ անվորակ Հավայի նկար, շատ փուճուր սկի բան չի, էլի, այն YouTube-ի 360 պիքսելը չի, էլի ընդհանրապես։ Շատ վատ անվորակ նկար եթե վերցնեմ, ու ինքը կարմիր կանաչ կապույտ գույներով եթե գնա, սա ունեմ 256-ի խորանարդ անգամ 3, սա մոտ 200,000-ը չափ տարածություն է մեր մոտ լինում։ Բայց ժողովուրդ, եթե ես վերցնեմ 200,000-ը չափ տարածությունից տվյալներ, պատահական ինչ որ տվյալ, ինքը միանշանակ ինչ որ սիրուն նկար չի լինելու։ Ինքը լինելու է ինչ որ պատահական, ասենք ինչ որ աղմկոտ, այն սպիտակ աղմուկի նման եսի ինչ։ Իրականում օրինակի համար մարդկանց նկարների դեմքերը կամ ասենք Երևանի փողոցների դեպքերը, կատուները, չգիտեմ, խա Կլոդես օրինակը որոշել ունի։ Իրանք իրականում ոնց որ ապրում են ոչ թե sense պատահական եսին որտեղ, այլ ապրում են մի հատ manifold կոչվածի վրա, սա տոպոլոգիայից եկող մի հատ գաղափար է, կարաք պատկերացնեք ոնց որ
այս երաչափ տարածության մեջ ունենք մի հատ ինչ-որ ավելի փոքր չափանի մի հատ ինչ-որ երևույթ, որը իր մեջ պարունակում է հիմնականում հենց բաները, փողոցների նկարները, կամ ասենք դեմքերի նկարներն է, ասենց ինչ-որ մի հատ տեղ ապրում։ Ու սա ինքն իրանով շատ ավելի փոճուր բան է։ Ոնց որ պատկերացեք երաչափ տարածության մեջ ունենամ մի հատ այսենց կտրած բան, հարթություն ու լիքը բան ապրի այս հարթության մեջ։ Հա, պիքսելները իրանք իրանցով ապրում են այս 200,000 չափի մեջ, բայց հենց մարդկանց դեպքերը համարյա լրիվ ընկած են այս բանի մեջ։ Այս ավելի ցածր չափողականություն ունեցող բանի օբյեկտի մեջ, մեր մանիֆոլդի մեջ են ընկած։ Այսինքն իրականում ոնց որ նկարի չափողականության գաղափար ունենք, բայց երբ որ մենք դիտարկում ենք իմաստալից նկարներ, իր էֆեկտիվ չափողականությունը ավելի փոքր է։ Այսինքն իրականում իսկական տվյալները ունեն նորմալ մարդավարի կառուցվածք։ Կարանք մենք փորձենք այդ կառուցվածքը լավ գտնել, կառուցվածքը մոտարկել։ Մենք չենք ուզում 200,000 չափ ֆունկցիա գտնենք որպես մոտարկում։ Մենք պետք է այդ իր էֆեկտիվ չափողականության չափով ինչ որ մի հատ բան վերցնենք։ Կարող հիշեք պայտակ մի քիչ որ շինշիլայի օրենքի մասին էինք խոսում, թե ոնց էին գուշակել ժողովրդան, GPT-ի մարդիկ, եթե ճիշտ եմ հիշում, խոսում էինք։ Ոնց էին գուշակել, թե չափողականության աճի հետ միասին որակը ինչքան կաճի, ու նենց տարբեր բանաձևեր բանման են վերցրել, այնտեղ մի հատ կարևոր գաղափար կար, թե իսկ տեքստի չափողականությունը ինչքան է։ Օրինակ կարամ վերցնեմ, ասեմ տեքստը որպես բառերի բազմություն վերցնեմ, ուտեղ իմ չափողականությունը կլինի GPT բաման ինչ որ տենց որոշ մոդելները 50,000-ի կարգի է։ Այնտեղ հենց բառ չի, մի քիչ բառի ենթամասի գաղափարով է մեկ-մեկ, բայց 50,000 թիվ է օրինակ։ Եթե ուզում եմ նորմալ տեղը տեղին բոլոր լեզուները նկարագրեմ, բաման կարող օրինակ մի 100,000 թիվ ստանամ։ Բայց իրականում չեմ հիշում որ հոդվածներ, բայց գտել էր որ էֆեկտիվ չափողականությունը լեզվի 42 է։ Այս մի քիչ խնդալու է որ այդ հանրահայտ 42-ն է այդ պատասխանը ստացվել, բայց միտքը նա որ 42-ա չափ տարածությունը պետք է որ տեսականորեն կարանա նկարագրի ամբողջ լեզուն։ Հիմա մենք դրանից խայտ առակ ավելի հեռու ենք 42 չափողականությունից։ Բայց առնվազն որպես մի քիչ ավելի տեսական գաղափար ինքը հետաքրքիր է, էլի։ Ու մենք հետագայում նաև գաղափարներ ենք անցնելու, որ հենց փորձում են մանիֆոլդի մոտարկում անել, էլի, այսինքն գտնել ավելի ցածր չափանի տարածություն, որը որ մեր եղած տվյալների վրա կանի այնքան լավ գործ, համարյա այնքան լավ գործ, ինչքան լավ գործ, որ հենց մեծ չափողականություն անում։ Այսինքն օրինակ համար կարող ունենամ sense երկչափ տվյալներ, ասեմ մի վարքան, խիմ երկու չափողականություն պահում, եկեք ուղղակի պրոյեկտեմ իրան այս մի կետի գծի վրա, ու ելի ինքը համարյա իդեալական կպահվի, չէ՞։ Այդ դրա գաղափարը փորձում են անել։ Բայց այս էր մեր մանիֆոլդների հիպոթեզը։ Ու սրանով բրցնում այն ամեն ինչ ինչ ուզում էի պատմեի։ Շատ լավ խափեցի կերժամից քիչ հետևելու դասերով։ Բայց հա ժողովուրդ, մի հատ էլ եթե իմի բերելու համար ասեմ թե խիինք այսքանը նայում, նախ առաջինս տեղ մի քիչ սուբյեկտիվ է, բայց ինձ թվում է ահավոր հավես է։ Ինձ դուր էր գալիս, ոնց ինտուիցիան ջարդվում էր մոտս։ Երկրորդը այն է, որ սա նենց հարցեր է, որ իրոք գործ անելուց պետքա մտքում պահել։ Այսինքն տվյալներ ենք ստացել ու մեջը բան գրածա օրինակի համար տարեթիվ է գրած, ասենք օր ժամ տարի է գրած, մի անգամից ինչ մտքովս կանցնի, կասնի, այս ոնց որ գրածա 20, 26, 05, 9, այդ ոչ մի չի ասում ինձ։ Արի մի հատ ցյուն սարքեմ, որ կասի շաբաթվա որ օրն է։ Մի հատ ցյուն սարքեմ, կասի որ ամիսն է։ Մի հատ ցյուն ասեմ, ասի ինչքան օր է անցել էս մի ծնունդից։ Մի հատ ցյուն սարքեմ, ասի բան, առավոտա ցերեկա թե իրիկունա։ Մի անգամից կմտածեմ, sense լիքը սյուներ սարքեմ։ Այդ feature engineering-ը կոչվում, կարևոր գաղափար է։ Բայց հիմա օրինակ մտքումս կպահեմ, որ եթե ունեմ ինչ-որ 50 հատ սենսյուն, ամեն մեկից սարքեմ 6-7 հատիկ նոր սյուն, չափողականությունս թռավ գնաց գնաց 400-500-ա չափ։ Արդյոք ես պատրաստ եմ դրա հետևանքների հետ հաշտ լինել։ Կամ օրինակի համար ունեմ տվյալներ, ստացել եմ ինչ-որ մի հատ բանկային տվյալներ, ինչ-որ մարդու հազարոմի տարբեր ֆակտորի մասին ինֆորմացիա է, հենց եղել ասենք միլիոնավոր տողեր, 100-ավոր սյուներ։ Հիմա կիմանամ կասեմ առաջի խնդիրս ոչ թե այնա որ ստանամ լավ ալգորիթմ, առաջի խնդիրս այնա նենց անեմ որ այս 100-ավոր
սյուներից գոնե մի 80%-ը շպրտեն մի կողմ։ Ինչքան փոճուր մոդելն ունենամ, այդքան լավ։ Ես որպես բութմատի օրենք սիրում եմ նենց անել, որ եթե կարամ մտքումս պահեմ, թե ինչ սյուներ ունեմ, ուրեմն լավ է, եթե չեմ, ասենք, ինձ զարթացնեն, ասեն, ինչ կա տվյալների մեջ, ասում եմ դե մոտավոր SS-ն են, արդեն լավ չի։ Հիմա այդ բութմատի օրենքը ինչքանով կարամ պրակտիկայում ռեալիզացնեմ, շատ կախված է պրոյեկտից, բայց միշտ մտքում պահեք, որ բարձր չափողականությունը իր հետ բերում է մեծ խնդիրներ։ Երբեմն իհարկե նաև պետք է բարձր չափողականություն, այնտեղ օրինակ տեսանք նրա, որ այդ բարձր չափողականությունում այդ օրթոգոնալ վեկտորների գաղափարը մեզ ահագին օգնում էր ու մենք ըստ էության կարողանում ենք շատ ավելի յուրահատուկ գաղափարներ սովորեինք։ Բարձր չափողականություն չի նշանակում որ վատ է, բայց բարձր չափողականություն միշտ նշանակում է որ պետք է ուշադիր լինել։ Հա։ Մի խոսքով ոնց որ իմ նպատակը նա որ ձեր կյանքում ավելանա այս դասից հետո եւս մի անհանգստանալու թեմա, էլի, կոպիտ եթե ասենք։ Էմելի անստրուկտորների ժամանակ էլ արդեն կամաց մի քիչ ավելի շատ տեղը կընկնի այս ամեն ինչը, էլի։ Ուհա, հարցեր, որ ամեն ինչից։ Միացած Խնդրեմ։ խիեր կոսինուսային հեռավորությունը ավելի լավ քան սովորականը։ Հա, որտեվ բարձրաչափ տարածություն որ գնանք, արդեն եկեք կանք այս բան, ամենամոտիկ հարևանների աղյուսակով որ նայենք, ըստեղ դիստանցիաներն տարբեր ընտրած կետերի, եկեք ոնց որ սա մի քիչ անալոգիա բերենք, պատկերացնենք ունեմ տարբեր վեկտորներ, ու հիմա այդ վեկտորների միջև էվկլիդյան հեռավորություններն են հաշվում, ըստ էության նույն խնդիրն ենք բանանում։ Ու հիմա ինձ հետաքրքիր է գտնել ոնց որ ամենամոտիկ վեկտորներ, օրինակի համար ունեմ տվյալների բազա, մեջը մի մասի ինֆորմացիայի բաների մասին է, մի մասի եսիմինչի, նոր հարց է եկավ, պետք է հասկանամ այս հարցը ինչի մասինն է, որ գնամ իմ բազայից այդ դրան վերաբերվող թեմաները բռնեմ կարդամ։ Հիմա պետք է այդ ամենամոտիկ վեկտորները գտնեմ ըստ էության, էլի։ Հիմա երբ որ բարձրաչափ տարածության մեջ միջին հեռավորություն ունեցող դոկումենտը ամենալրիվ նման դոկումենտը ու ընդհանրապես ոչ մի կապ չունեցող դոկումենտը համարյա նույն հեռավորությունն ունեն իրարից, արդեն շատ հեշտ է, որ այդտեղ դիստանցիա հաշվելուց լրիվ իրարից երկու անկախ վեկտորը ունենան մոտիկ հեռավորություն։ Ոչ թե որովհետև իրար իմաստալից նման են, այլ որովհետև բարձրաչափ տարածությունում հեռավորությունը տենց է աշխատում։ Okay։ Հա, շատ լավ։ Մերսի ներ հարցի համար։ Էլի հարցեր, ժողովուրդ, համեցեք։ Հայկյան, էլի այդ բարձրաչափ տարածության դեպքում գծային ռեգրեսիան էլ չէ, ասացիք ինչ որ ոնց որ սխալանքը մեծանում է, չէ՞։ Հա, իրականում գծային ռեգրեսիային էլ է խանգարում։ Սա ես մի քիչ տենց հեշտ անցա իր վրայով, բայց ինքը ընտենց ինչ որ սուպեր շատ ինտուիտիվ բան չի։ Այս սրա էֆեկտներից մեկը նա, որ պատահական ինչ որ անիմացիաներ եթե վերցնեմ, իրանք նաև պատահական մի քիչ կախված են լինելու բանից։ Մի քիչ կապ ունենալու են թիրախի հետ, էլի չի կարա ամեն ինչը ընդհանրապես 0 կապ ունենա թիրախի հետ, երբ որ պատահական բաներ են վերցնում։ Ուրեմն այդ մի քիչ կապերը մի քիչ ոնց որ իրենց վրա են քաշելու, այսինքն լրիվ բանի պետք չեկող սյունը մի քիչ կարևորություն է ստանալու իր գործակիցը 0 չի լինելու, որովհետև մի քիչ կապ ունի բանի հետ։ Հիմա երբ որ շատ կողքից բզբզացող բաներ որ շատ ունենք, այն իրական գործանողներին իրանք սկսում են խանգարել։ Ու ինչքան շատ են այդ բզբզացողները, այդքան շատ է մնում քիչ հնարավորություն ռեալ գործանողը իրան ցուցադրի։ Okay։ Հա, ու նման դեպքերում ինքը բերում էր մեծ սխալանքների, չէ՞, դառնում էր տենց մի բան։ Հա, եթե սովորական այդքան ես հասկացան ես որ մեծ տարածության դեպքում այդ գծային ռեգրեսիան իրան արդարացնող չի։ Բայց ոնց որ ստանդարտ սովորական գծային ռեգրեսիան։ Այն վանիլային գծային ռեգրեսիան եթե վերցնեմ, չափողականության աճի հետ, հավանական է իր սխալանքն էլ աճի, էլի։ Ոնց որ եթե իհարկե շատ ընտիր ֆանտաստիկ մի այլ կարգի կարևոր սյուներ են, ու ինչ որ իրոք շատ բարդ թեմայի շուրջ ենք, որ պետք լինի իրան շատ տարածություն, այդտեղ սյուներ նվազեցնելը ոնց որ կարևոր ինֆորմացիայից կզրկի մեզ։ Բայց խոսքը գնում է որպես ընդհանուր տենդենց։ Երբ որ գնալով շատ ավելի շատ
սյուներ ունեմ ու ավելորդ սյուներ ունեմ ինչ որ չափով, իրանք կարողանում են վնասել։ Բայց վանիլային ռեգրեսիային, էլի, այնտեղ այդ ռեգուլարիզացիայի գաղափարը որ ասցինք, ինքը մի հատ բան է, որ այդ սխալանքին գումարում է մի հատ էլ պարամետր, որը կախված է բանից, գործակիցների արժեքից։ Ինքը ըստ էության իրան խնդրում է, ասում է, արի նենց արա, որ շատ սյուներ 0 գործակից ունենան, ու այդ ռեգուլարիզացիան օրինակ օգնում է դրա դեմ պայքարել, էլի, ինքը այդ բանի դեմ պայքարելու չափողականության անալիզի հետ պայքարելու միջոցներից մեկն էր, էլի։ Բայց ինքը ավանդական sense որ վանիլային ռեգրեսիայի մեջ ինքը չկա։ Դրա համար վանիլային ռեգրեսիան չի կարողանում փրկվի։ Դե, բարի։ Դե ժողովուրդ, շնորհավոր։ Մեր մաթեմի վերջին լեկցիան էր։ Սաղ, ինչքան տևանցավ։ Լավ, չեմ ուզում մտածեմ նույնիսկ ինչքան տևեց։ Արդեն մյուս դասից, մյուս շաբաթվանից գալիս ենք սկսում ենք ML-ի կտորը։ Ես որ ուրախ եմ այդ կապակցությամբ, ավելի ակտուալ թեմաներ կսկսենք բանել, ոնց որ այս մաթեմի կտորի ժամանակ իմ մոտեցումը էր, որ բան եկեք տուպը ոնց որ ինչից կարանք լեկցիա անենք, որտեվ դե մի անգամ դասընթաց ենք անում, թե շատ նյութ լինի, շատ բան լինի։ Դրա համար ինչ որ բաներ օրինակ կարող է տենց սուպեր կարևոր էական չէին ML-ի կտորի համար, բայց արդեն ML-ի կտորի մեջ շատ ավելի թիրախային ենք առաջ գնալու ու ոնց որ տոկոսային չափով այն բաները, որ միանգամից գործի մեջ կիրառվելու են, ավելի մեծ են կազմելու ու նաև մեզ հնարավորություն են տալու, որ ասենք առաջի ամիսը գուցե չէ, երկրորդ, երրորդ ամսից արդեն սկսենք ինչ որ ավելի էական բաներ անել, պորտֆոլիո հավաքող բաներ անել ու մինչև որ զարգանանք, նաև սկսենք նես պրոյեկտներ անել, որ իրոք օգուտ են բերում, էլի։ Այսինքն մտածենք օրինակ բան, ինչ որ վիճակագրության կոմիտեից ինչ որ տվյալներ վերցնենք, բանման, նենց բաներ սկսենք սարքել, որ կարան իրոք օգուտ ունենան, էլի։ Դրա համար ես որ ուրախ եմ, որ ML ենք սկսում։ Ու հա, մյուս շաբաթվանից արդեն կհավաքվենք ML-ի շուրջ։ Մինչև 3-ը հաշվեմ, եթե ոչ մի նշում հարցման չլինի, արդեն կավարտենք։